Բարև ձեզ։ Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության հերթական լուրերն են։ Փաստացի պատերազմ, որթեր վերջնական նշաններ ցույց չի տար։ Վարուժան Քեղամյան։ Թուրք լրագրող մտադարանի առջև ցեղասպանություն փարը օգտագործելու համար։ Բաքուն օդ բարձրացուցած է իր գործանիչները։ Իզլիգի մեջ բացահայտված են վաղ քրիստոնեական եկեղեցի եւ քերեզմանոցը։ Պատմական եկեղեցիմը ճուրիդակ Արտվինի HES ծրագիրը զայրույթ կհարաճացնե։ Թալանված ունեցվածքի հետ քննարկում UCLA Promise հաստատության մեջ, գործված ինքնության որոնումի մեջ, ասադուր վավերագրական ժապավենը իբրև հիշողության, ինքնության եւ արդարության փանալի։ Աջակցինք Արևմտյան Հայաստանի պետական հեռուստատեսության։ Իսրայել հարձակեցավ Իրանի վրա, ինչին Իրան պատասխանեց հրթիռագործումներով։ Պատերազմական գործողությունները կշարունակվին։ Երկու կողմերուն մոդալ կան զոհեր եւ վիրավորներ։ Տարածաշրջանին մեջ լարվածությունը գաջի եւ հնարավոր է լայնածավալ պատերազմի մեկնարկը։ Իսրայելի իշխանությունները բացահայտորեն կհայտարարեն, թե նպատակ ունին թուլացնելու եւ դաբալելու իրանական պետությունը։ Այս ընթացքը սպառնալիք կլա Իրանի ներքին քայքայման եւ սուրիացման սցենարի իրականացման, հատկապես վտանգավոր եւ բանտերքական ուժերու աշխուժացումը Իրանի հյուսիսային հատվածին մեջ, ուր Թուրքիա եւ Ադրբեջանի աջակցությամբ թրքախոս բնակչությունը կթրթվի անչադողական քայլերու։ Իրանի թուլացումը կրնա հանգեցնել նաեւ Թուրքիա եւ Ադրբեջանի կողմէ Հայաստանի վրա ճնշումներու աճի։ Այս ձանր եւ վտանգավոր իրավիճակին մեջ Հայաստանի իշխանությունները դակավին ազգային անվտանգության խորհրդի նիստ չեն գումարած, բավարարվելով միայն կարճ մամլո հաղորդակցություններով։ Թուրք լրագրող Թուրջե Էլմազի դեմ քրեական գործ բացված է հայրու ցեղասպանության մասին հարցազրույցի համար։ Էլմազ անդրադարձած էր 1915-ի իրադարձություններուն, զանոնք ներկայացնելով որպես պատմական ցավ եւ հիշողություն։ Նշված է քրեական օրենսգիրքի 301-րդ հոդվածի խախտում թուրք ազգը վիրավորելու բادرվագով։ Անց երբակալված է համագարկային ստուգման ընթացքին եւ բահված է ոստիկանության բաժին։ Էլմազ հայտնած է. «Բարձաբես կգադարեմ լրագրողի բարդականությունս, չեմ վիրավորած մեկը»։ Իրավապաշտպանները քննադատած են գործը խոսքի ազատության խախտման հիմնավորումով։ Եվրոպական մարդու իրավունքներու դատարանի որոշումները կփաստեն, որ պատմական հարցերու շուրջ կարծիք հայտնելը հանցանք չէ։ Թուրքական դատարանները արդեն քանի նման գործով արդարացման վճիրներ տված են շեշտելով, որ ցեղասպանություն բարի գործածությունը կպատկանի խոսքի ազատության սահմաններուն մեջ։ Ադրբեջանական մարտական ինքնաթիռները սկսած են թռիչքներ կատարել Արցախի ռազմաճակատի ուղղությամբ։ Minval.az-ի հաղորդումով այսօր Բաքվի ռազմական օդուժի մարտական ինքնաթիռները կթռչին դեպի Արցախ։ Բաքվի պաշտպանության նախարարությունը հաստատած է տեղեկությունը։ Արևմտյան Հայաստանի Իզնիկ հին Նիգիա քաղաքին մեջ Սուրբ Հորը վերակրվող բազիլիկայի մոտ հնակիդական բեղումներու ընթացքին բացահայտված են վաղ քրիստոնեական շրջանի եկեղեցիմը եւ հայ քրիստոնյաներու գերեզմաններ։ Բեղումները կգլխավորե պրոֆեսոր Մուստաֆա Շահին եւ կկատարվին 2015-ին իվեր Չրադակ տարածքի մեջ։ Հնակետները կգաբեն բազիլիկան 325 թվականի Նիգիո առաջին դիեզերական ժողովին, ուր հաստատված է Քրիստոսի աստվածության վարդապետությունը։ Մարդկային մնացորդները հարկանքով կհետազոտվին եւ կվերադառնան իրենց տեղը։ Չնայած սրկական պետության ճանկերուն, հին քրիստոնեական վայրերը զբոսաշրջության նպատակով օգտագործելու, միևնույն ժամանակ կշարունակվի հայկական մշակութային ժառանգության համագարկված ոչնչացումը պատմության խեղաթյուրումով։ Արևմտյան Հայաստանի Արդվին նահանգի Արդանուց շրջանին մեջ Արդանուց Regulator 5 անվանումով հիդրոէլեկտրակայանի կառուցումը առաջին կարգի մշակութային ժառանգության կոդի մեջ բուրըն քննադատություն հարուցած է։ Կառուցումը, որ կկատարվի Պուլանիկ քեդի վրա, վտանգի տակ կտնե ոռոգման ջուրերը եւ արդեն պատմական եկեղեցի մնացորդները ցկած է ջուրի տակ։ Չնայած 2010-ին սկսած տեղացիներու պայքարին եւ բնապահպանական զեկույցներու բացասական եզրակացություններուն, նախագիծը կշարունակվի պետության անդարբերությամբ եւ դատարաններու հագասական որոշումներով։ Արդանուջի քեդերու եղբայրություն նախաձեռնության խոսնակ Էլիսա Ույուն կհայտնե, թե եկեղեցու տարածքը նախ հանդեսվեցավ, ապա ջուրի մեջ խեղդվեցավ քեդի հունի փոփոխության հետևանքով։ Ան կշեշտե, որ պահպանված բարակային 5 առույցը կրնար վերածվել զբոսաշրջային եւ գրթական արժեքի։ Բացի մշակութային գորուստներեն, հողագործությամբ զբաղող գյուղացիները կհազանգեն նաև ջրային բաշարներու նվազման մասին։ Սոցիալական շարժումներու եւ իրավական գործողություններու իբրև արդյունք ոչ մեկ կառույց վերահսկած է իրավիճակը, իսկ նոր ընդրված տեղական իշխանություններու լրությունը բնակիչները մղած են հայտարարելու։ Մենք մինակ մնացած ենք։
Այս դեպքը ցույց կտա, թե տնտեսական շահերը կքերագայեն մշակութային եւ բնապահպանական արժեքներուն անդառնալի գորուստներու հաշվին։ Թուրքիո իշխանություններու անկործությունը, երբեմն ուղիղ մասնակցությունը հայկական ժառանգության ոչնչացման մեջ կշարունակե 1895-ին սկսած ցեղասպանության ժխտման եւ մշակութային ճնշման քաղաքականությունը։ Հունիսի 16-ին Լոս Անջելեսի UCLA Պրամիսի 100 թեմ իրականացված ցեղասպանության ուսումնասիրություններու կենտրոնին մեջ տեղի պիտի ունենա կարևոր առցանց սեմինարը նվիրված թափառուն ունեցված գնյութին։ Սեմինարը պիտի վարե նշանավոր պատմաբան, գրող եւ ցեղասպանագետ Տանր Ակչամը, որ այս ծրագրին ղեկավար կհանդիսանա։ Ծրագիրը կներկայացնե, թե ինչպես 1915 թվականի ցեղասպանության ընթացքին եւ անգեյետ բռնագրաված հայերուն պատկանող ունեցվածները Արևմտյան Հայաստանի, Թուրքիո կողմէ բռնագրաված 34 քաղաքներու եւ գյուղերու մեջ վաճառված են բաց աճուրդներով առանց որևէ փոխհատուցման իրական սեփականատերերուն։ Այս բացահայտումներուն վրա դարիներ շարունակ աշխատած է հետազոտող Սայիդ Ջեթինօղլուն, հավաքելով հարյուրավոր պատմական փաստաթուղթեր եւ պետական հայտարարություններ, որոնք այժմ թվայնացված են, թարգմանված անգլերենի եւ հասանելի պիտի ըլլան հանրության առցանց հարթակի միջոցով։ Տանր Ակչամը կշեշտե, թե այս աշխատանքը ցույց կտա ունեցվածքի բռնագրավում ու տնտեսական տալանը եղած են ցեղասպանության անբաժան մասերը։ Ան նաև կմատնանշե արխիվային նյութերու հավաքման դժվարությունները եւ նման հետազոտություններու համար միջազգային համագործակցության անհրաժեշտությունը։ Սեմինարը պիտի ըլլա հնարավորություն քննարկելու պետական քաղաքականության, բռնության եւ տնտեսական շահագործման փոխկապակցությունը հիմնված վավերական պատմական տվյալներուն վրա։ Տանր Ակչամը կհրավիրե բոլոր հետաքրքրվածները միանալու այս կարևոր քննարկման, ընդգծելով, որ ծրագրի համահեղինակ Սայիդ Ջեթինօղլուի ներդրումը անկնահատելի է։ Աղբյուրը agunk.net-ի հիման վրա։ Դիկրան Չանթոյանի Ասադոր վավերագրական ժապավենը, որ առաջին անգամ ցուցադրված է հունվար 19-ին, կշարունակե իր շրջակայությունը ներկայացնելով Մալաթիացի Հուսամեդդին Կուրուլտայի ինքնության որոնման խորաբես հուզիչ պատմությունը։ Ֆիլմը ոչ միայն անձնական բացահայտում է, այլ նաև հավաքական հիշողության վերականգնման փորձը հայրու ցեղասպանության ժառանգության հետ առերեսման համատեքստին մեջ։ Սցենարի խորհրդատու Մեսուդ Էթեմ Քավալը, հեղինակ անավարտ պատմություններ եւ քեզ որոնելիս գիրքերուն, շեշտած է, որ պատմության հետ առերեսումը փարոյական բարդ մնե լրացված ցայներուն խոսք տալու համար։ Ըստ անոր Թուրքիո պաշտոնական ժխտողականությունը կխոչընդոտե ցեղասպանություններու ժառանգության ճանաչումն ու մշակութային վերարժևորումը։ Ֆիլմի հերոսը Հուսամեդդին Կուրուլտայ մեծացած է ժխտումի մեջ խորաբես արմատացած համագարկի մեջ գործընծուցած իր հայկական ինքնությունը։ Իր անգերց պայքարը ոգեշնչած է ոչ միայն ֆիլմը ստեղծող խումբը, այլև հանդիսատեսը Ասադուրը վերածելով հիշողության վերակտման վկայակրի։ Ֆիլմի ցուցադրությունները Գերմանիո եւ Բելգիո մեջ ուղեկցված են մասնագիտական քննարկումներով։ Մեսուդ Քավալին կշեշտե. առանց հիշողության արդարություն չկա, իսկ առանց արդարության խաղաղ խոյակցություն հնարավոր չէ։ Արևմտյան Հայաստանի հերոստակայանը հավատարիմ մնալով իր սկզբունքներուն եւ հերոստատիտողներուն կշարունակե իր անխափան աշխատանքը նոր մոդեցումներով։ Մեր հերոստակայանը ինքնակովաստով չսպաղիր, անոր միջոցով կհերարցակվին գլխավորապես Արևմտյան Հայաստանի պատմությունը ներկային եւ ապագային վերապերող քաղաքական եւ այլ փոխանցագությամբ, ինչպես նաեւ դարբեր խնդիրներ բարձրացնող լուրեր։ Արևմտյան Հայաստանի հերոստակայանը արձանագրած է իր կարևորագույն ձեռքբերումներեն մեկը թողարկելով Western Armenia շաբաթաթերթը, որն ուղղված է մեր պատմության, մշակույթի եւ ինքնության պահպանման եւ հանրահռչակման։ Մենք տապանցիկ եւ հասանելի կերպով կներկայացնենք նաեւ Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահի, ղարաբարության, ազգային ժողովի եւ մյուս կառույցներու քաղաքական անցուդարձը։ Սիրելի հայրենագիտներ, ձեր աջակցությամբ մեր հերոստակայանի հնարավորությունները ավելի կամրապնդվին։ Մենք ուժեղ ենք միասին։ Հարգելի հայրենագիտներ, այսօրվան համար այսքան ենք նախատեսած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Լավ մնացեք։